հարցազրույցներ եք տալիս, կամ հայտարարություններ եք տալիս, իշխանության ներկայացուցիչները անմիջապես ասում են գրովի, փորձում են ծաղել, փորձում են կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը նաև սպառնում է, իսկ մենք խոսքերը սահմանված, որ բան չէ, պետության ապետեկանները կմնա, դուք մազային այցեր ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համարում վերանալու այստեղության, և մի կարողան արդեն է մուզիկա, չնայած որ մասամբ արդեն անդրադարձավ, սովորաբար ընդդիմություններից առաջ ժողովրդությունը շատ նաև խաբում են ու հետո ինքը սինթեզներ են լինում։ Հիմա կարող է ձեր պարագայինների ու հանկարծ կարծրի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր քննչոցով համարվում է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում, որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը կհիշեցնեք։ Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները, որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ առավոտից իրիկուն ինչ-որ ընդդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենք զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը, ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է, որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտա գրում, ստատուսա գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գծելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպիալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկրի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել մի 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում խալատնես վարկար, անպտության արդյունքում մասնագիտական։ Հնարավոր է եղել կորցնել ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ բերելուն, թող բերեն, մենք ուրախ ենք, թող հետ բերեն, ինչքան կարան, թող հետ բերեն։ Շատ լավ, ես շատ պերսպեկտիվայով մեծ ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել են։ Մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիան է դա, մենք գնալու ենք դրան։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։